Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է անկախությունը քչերից կախվածության փոխարինելն է շատերից կախվածության պարտահայտությանը, կոնկրետ օրինակով պարզաբանելով դրա նշանակությունն ու կարևորությունը։ Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում վարչապետը մասնավորապես շատ կարևոր է համարել պարզաբանել իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ իր գնահատմամբ շատ ծանր ու թեթև արվող այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածության փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Նա օրինակ բերելով է բացատրել այն։ Պատկերացնենք, թե դուք ունեք ջրի մեկ մատակարար և պայմանական ջրի այդ մեկ մատակարարը ամեն օր ձեզ բերում է մի շիշ ջուր։ Երբ որ դուք ունեք ջրի մեկ մատակարար, այս պայմաններում ձեր կախվածությունը ջրի այդ մատակարարից 100% է, և դրա մասին գիտեք և դուք և ինքը, որովհետև դուք ջրի ուրիշ մատակարար չունեք։ Սա նշանակում է, որ ջրի մատակարարը ձեր վրա ունի լծակ, օրինակ գնային առումով, նա կարող է որոշակի գին թելադրել ձեզ և ունի լծակ մատակարարման առումով, նա կարող է այլ ակնկալիքներ ունենալ, բացահայտ և թաքնված և մատակարարումների ուշացումով, հետաձգումով որոշակի լուծումներ պարտադրել ձեզ։ Եվ կա նաև ոչ այսպիսի կանխավարկած, կա ուղղակի ֆորս մաժոր, այդ ջրի մատակարարի հետ կարող է պարզապես որևէ բան տեղի ունենալ, որ նա օբյեկտիվ պատճառներով նա կարող է հիվանդանալ, նրա հետ կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար, նա կարող է որևէ տեղ հայտնվել անազատության մեջ և պարզապես ձեզ համար չկարողանալ բերել այդ ջուրը և հետևաբար քիչը մի հոգին տվյալ դեպքում առաջացնում է ձեզ համար 100%-անոց կախվածություն։ Եթե դուք ունեք երկու մատակարար, այս նույն իրադրություններում ձեր մանևրելու հնարավորությունը 50%-ով ավելանում է, այսինքն դուք եթե մի մատակարարը փորձի գին թելադրել, դուք հնարավորություն ունեք երկրորդի հետ բանակցել։ Ապա հավելել է վարչապետը, պատկերացրեք, որ դուք մեկի փոխարեն ունեք ոչ թե 3, այլ 4-ից 7 մատակարար։ Այդ դեպքում վստահաբար կարող եք երաշխավորված զգալ ձեզ, որ մատակարարումները միշտ ու ժամանակին տեղ կհասնեն։ Եթե հանկարծ որևէ մեկը ճիշտ ժամանակին տեղ չհասնի, դուք կարող եք պարզապես հրաժարվել նրանից և մեկից հրաժարվելով ի ցույց մյուսների պարտադրել, որ նրանք իրենց պարտականությունները կատարեն պատշաճ ժամանակին ձեզ ամենահարմար գնով ու որակով։ Ահա թե ինչու է անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելը շատերից կախվածությամբ։ Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք, երբ դուք շատերից եք կախված, ապա փաստացի դուք ոչ մեկից կախված չեք, եզրափակել է վարչապետը։ Եվ այս պահին զրուցելու եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Պարոն Աթանեսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Աթանեսյան, նախ եւ առաջ Իրանում ստեղծված իրավիճակը դեռ ուրեմն ձեր գնահատմամբ որքան կշարունակվի եւ այս կոնտեքստում ինչ է կատարվում Իրան-Ադրբեջան հարաբերություններում, Հայաստանում Ադրբեջանի դեսպանը բավականին կոշտ հայտարարություններ է արել, մասնավորապես կոչ անելով ուրեմն Ադրբեջանին չներքաշվել այս պատերազմում եւ ուրեմն զերծ մնալ, ապա դա կտանի հարաբերությունների ավելի այսպես կարծրացմանն ու կոշտացմանը։ Ձեր գնահատմամբ այս իրավիճակը դեռ որքան կշարունակվի եւ հատկապես Լարիջանի սպանությունից հետո ունենք արդյոք նոր իրավիճակ։ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են մնալ չափազանց բարդ։ Ու չնայած հրապարակային քայլերին, օրինակ այսօր էլ
Ադրբեջանից մարդասիրական օգնության բեռներ են առաքվել Իրան, կողմերի միջև վստահությունը չափազանց նվազ է, այստեղ ես կարծում եմ պետք է կարևորել Թուրքիայի հանգամանքը, թե Թուրքիան իրանական հարցում իր դիրքորոշում է ունենալու, դրանով է պայմանավորված լինելու նաև Ադրբեջանի վերաբերմունքը, առանց Թուրքիայի համաձայնության Ադրբեջանը Իրանի դեմ որևէ գործողություն չի ձեռնարկելու, կարծում եմ Թուրքիայի մասնակցությամբ ինչ կարող է տեղի ունենալ Իրանում, այս պահի դրությամբ բարդ է ասել, դատելով թուրքական մամուլի հրապարակումներից, Թուրքիան նախապատրաստում է Իրանի հետ սահմանային գոտում չոր գործողություն իրականացնել, ստեղծել բուֆերային գոտի, անվտանգային գոտի, ֆորմալ առումով պատճառաբանելով, որ փախստականների մեծ ներհոսք է սպասվում եւ այն կանխելու համար պետք է այդ գործողությունները կատարվեն, բայց իրականում կարծես թե Թուրքիայի գործողությունները ուղղված են նրան, որ Իրանի արևմուտքում իր հետ Թուրքիայի հետ սահմանի հերձակատարածներում քրդական գործոնը չկարևորվի, ինչպես այսօր, այնպես էլ հետ կոնֆլիկտային Իրանում։ Այս ծրագրավորումներին որքանով է Ադրբեջանը ներգրաված, կարելի է դատել նրանով, որ վերջերս Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը գտնվել է Նախիջևանում եւ այնտեղ հանդիպում ունեցել Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարության հետ եւ հայտարարել է, որ Թուրքիան Շուշիի հռչակագրի իրավական ուժով պետք է լինի, պատրաստ է լինել Ադրբեջանի անվտանգության երաշխավոր եւ ցանկացած պահին կանգնել նրա կողքին։ Ուրվագծվում է կարծես թե ուրվագծվում է նաեւ, որ որոշակի զարգացումների դեպքում Իրանի դեմ գործողություններ կարող է իրականացնել նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակից Պակիստանը։ Դրա համար ես կարծում եմ ամենից տպավորությունը այնպեսին է, որ Միացյալ Նահանգները փորձում է Իրանում մոտ ապագայում ձևավորել այնպիսի իշխանություն, որի հետ կարելի է պայմանավորվածությունների հասնել, որպեսզի Իրանի քաղաքական եւ տարածքային ամբողջականությունը պահպանվի։ Ադրբեջանը եւ Թուրքիան, ավելի ճիշտ Թուրքիան եւ Ադրբեջանը Իրանի գործերին միջամտելու են այն պահին, այն փուլում, երբ զգան, որ հակամարտության բոլոր կողմերը առավելագույն թուլացած են եւ Իրանը կանգնած է պետական ու տարածքային մասնատման փուլի առջեւ։ Այստեղ նրանք գործելու են եւ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Իսրայելը, չպետք է շահագրգռված լինեն Իրանի տարածքային մասնատման, որովհետև դա իրոք տարածաշրջանը կվերածի վառոդի տակառի։ Հետաքրքիր է օրինակ պարոն Աթանեսյան այդ բարձրաստիճան պաշտոնյաների թիրախավորումը եւ սպանությունները ինչպես կազդեն առհասարակ Իրանի ներսում ուժային բալանսի վրա։ Համակարգը որքանով է կենսունակ ամենից պայմանավորված է դրանով։ Եթե հավատանք Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիին, համակարգը կայուն է, համակարգը գործում է եւ անձերը այստեղ նշանակություն չունեն։ Բայց իրականում ինչ է կատարվում, իրականում ինչ կարող է կատարվել, սա չափազանց բարդ կանխատեսելի է։ Ամերիկյան կողմը ու վերջերս ոչ իհարկե նախագահի մակարդակով, բայց պաշտոնական մակարդակով այսպիսի տեղեկություն է տարածել, որ Իրանում կա մի քանի գործիչներ, չափավոր գործիչներ, որոնք կարող են ստանձնել երկրի կառավարումը, երկրի ղեկավարումը եւ Իրանը դուրս բերել ճգնաժամից հարաբերությունները կարգավորելու Միացյալ Նահանգների ում նկատի ունեն չի ենթադրվում, չի կանխատեսվում, բայց մյուս կողմից նաեւ տեղեկություններ կան, որ Մոջթաբա Խամենեին հոգևոր առաջնորդ ընտրելու գործընթաց տևել է օրեր եւ փաստացի վերջնական համաձայնության ոչ ոք չի եկել,
Պարզապես իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության ճնշման տակ հայտարարվել է, որ նա ընտրվել է։ Այդտեղ բարդ իրավիճակ է, ինչպես երևում է, ստեղծված եղել, այդ հարցին միջամտել է նաև երեք սպանված Ալի Լարիջանին, կողմ չլինելով, որ հոգևոր առաջնորդի որդին ստանձնի այդ պաշտոնը, բայց գործնականում հաղթել է պահպանողականները եւ ինչքան է տևելու այդ միջանկյալ ժամանակահատվածը, նորից եթե հավատալու լինենք արտգործնախարար Արարչիին, ապա Մոջթաբա Խամենեին ողջ եւ առողջ է եւ ինքը մոտ ապագայում կորոշի թե երբ է հանդես գալու ժողովրդի առջև։ Սա իհարկե շատ նվազ հավաստիություն ունեցող տեսակետ է, բայց մյուս կողմից երկիրը անվերջ չի կարող կառավարվել ինկոգնիտո ուժերի կողմից, հայտնի չէ թե ով է սկզբունքորեն որոշում ընդունում։ Այն դեպքում, երբ պատերազմը շարունակում է, այս պատերազմի շարունակությունը բերում է ողբերգական հետևանքների։ Ճիշտ է, Իրանը նույնպես ցավոտ հարվածներ է հասցնում Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, բայց ամեն դեպքում ես կարծում եմ ռեսուրսները անհամադրելի են եւ մոտակա մի քանի օրերին, եթե պատերազմը Իրանում չդադարի, ապա հետևանքները կարող են ավելի սարսափելի լինել ոչ միայն Իսլամական Հանրապետության, այլև առհասարակ տարածաշրջանի եւ հարևան բոլոր երկրների համար։ Տեսեք, պարոն Աթանեսյան, Իրանը այսօր խոսում է կոնկրետ վրեժի մասին, հա, սա ավելի շատ քաղաքական ռետորաբանություն է ձեր գնահատմամբ, թե գործընթացը ըստ էության արդեն դուրս է եկել վերահսկողությունից։ Շատ բարդ է որևէ միանշանակ կարծիք ասել, գործընթացը վերահսկվում է, թե գործընթացը վերահսկողությունից դուրս է։ Բայց այն, որ Իրանի քաղաքական ղեկավարությունը գտնվում է տուրբուլենտ վիճակում, սա պետք է անառարկելի փաստ լինի, որովհետև ըստ տեղեկությունների պետական չինովնիկության մի մասը աշխատանքի դուրս չի գալիս, զգուշանալով հրթիռային հարվածներից եւ ռմբակոծություններից։ Մի մասը, ինչպես տեղեկացնում են, ասենք, այլընտրանքային աղբյուրները լքել է Թեհրանը եւ հեռացել են ավելի անվտանգ վայրեր, այնպիսի քաղաքներ, որոնք հրթիռակոծության, ռմբակոծության չեն ենթարկվում։ Բարդ է կողմնորոշվել մի իրավիճակում, երբ ասենք սպանված գործչին պետք է փոխարինի մեկը, բայց ով պետք է այդ մեկին նշանակի, նա այսօր փաստորեն չի գործում։ Օրինակ ասենք անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է։ Այդ պաշտոնում նշանակում կատարում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը փաստացի չի աշխատում, չի գործում։ Ով է որոշում կայացնելու, թե ով է զբաղեցնելու Ալի Լարիջանի պաշտոնը։ Կամ օրինակ ասում են սպանվել է նաև Իրանի հետախուզության նախարարը։ Առանցքային պաշտոնյա, որին դարձյալ պետք է նշանակի երկրի իրական առաջնորդը, գերագույն հոգևոր առաջնորդը, բայց այդ ազնվորությունը այսօր չի գործում։ Եվ եթե Աբբաս Արաղչին խոսում է այն մասին, որ Չինաստանը կարող է Իրանի հարցին Միացյալ Նահանգների հետ միջնորդություն կատարել, իսկ կարծում եմ նկատի է ունենում այն, որ անոնսավորված է մարտի 31-ի Միացյալ Նահանգների նախագահի այցը Չինաստան։ Միացյալ Նահանգների նախագահը երկու օր առաջ չի բացառել, որ կարող է այդ հետաձգել, եթե Իրանում իրավիճակը հասած չլինի այն կոնդիցիայի, այսպես ասենք, որ իրեն ձեռնտու է Չինաստանի առաջնորդի հետ բանակցելու ժամանակ։ Իրանը չի դիմում Ռուսաստանին, ակնհայտորեն չի դիմում Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը միջնորդ լինի Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վերսկսելու հարցում։ Դիմում է Չինաստանին, Չինաստանը կընդառաջի, չի ընդառաջի, Չինաստանը իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար Միացյալ Նահանգների հետ Իրանի
ապագայի հարցը կքննարկի, չի քննարկի, կատարյալ անորոշություն է, բայց մյուս կողմից տարաձայնություններ, որոշակի տարաձայնություններ կարծես թե կան նաև Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև, Իսրայելը պատրաստ է միջև վերջ ոչնչացնել Իրանի եւ պետական համակարգը, եւ տնտեսությունը, եւ ռազմական համակարգը, իսկ Միացյալ Նահանգներին կարծես ձեռնտու այս պատերազմից դուրս գալ հնարավորինս շուտ, հնարավորինս արագ, քանի դեռ այդ պատերազմի հետևանքները չեն ազդում Միացյալ Նահանգների ներքաղաքական կյանքի վրա կամ տնտեսական կյանքի վրա, իսկ այդ ազդեցությունը անխուսափելի է լինելու։ Պարոն Աթանեսյան, նշում եք, որ ճիշտ կլինի շատ արագ, այս օրերի զարգացումները, հանգուցալուծումը մոտ լինի, որովհետև իրավիճակը գնալով ավելի է բարդանում, բայց Չինաստանը, այդ ձեր նշած Չինաստանը որքանով կարող է ուրեմն ազդեցություն ունենալ այս լարվածության մեղման առումով։ Ես ասացի, որ Չինաստանը Միացյալ Նահանգների հետ աշխարհաքաղաքական նշանակության, աշխարհաքաղաքական կարևորության խնդիրներ պետք է քննարկի, եթե իհարկե Միացյալ Նահանգների նախագահի այցը այդ երկիր կայանա։ Իրանի հարցը այդ գլոբալ թղթածրարում ինչ տեղ է զբաղեցնում, այդ հարցին մենք չենք կարող միանշանակ պատասխան տալ, որովհետև եթե այսօր Չինաստանը նավթ եւ նավթամթերքներ է գնում, ասեք Իրանից, վաղ կարող է Միացյալ Նահանգները առաջարկեն, որ այդ գնումները ավելի հարմար, չգիտեմ, ավելի Չինաստանի համար ավելի ընդունելի գնով եւ բանով լոգիստիկայով դա ձեռք բերի Պարսից ծոցի արաբական երկրներից։ Ինչ էական նշանակություն ունի Իրանը Չինաստանի համար։ Կարևոր հարց է, որի պատասխանը չեք կարող տալ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ վերջի մի քանի օրերին Պակիստանը բացահայտ ճշնամական կեցվածք է դրսևորում Իրանի նկատմամբ։ Ամեն դեպս հրապարակային հայտարարությունների մակարդակով դա այդպես է, իսկ Պակիստանը Իրանի Չինաստանի մերձավոր դաշնակիցներից մեկն է տարածաշրջանում։ Չինաստանի պահվածքն էլ ամենայն հավանականությամբ պայմանավորված է իր աշխարհաքաղաքական շահերով, իր երկրի անվտանգությամբ եւ իր միջազգային դերակատարությամբ։ Եթե իրանական հարցի կարգավորումը վնասելու է Չինաստանի աշխարհաքաղաքական ծրագրավորումներին, ապա ես կարծում եմ, որ Պեկինը ուղղակի այսպես միջամտություն չի ցուցաբերելու։ Իհարկե չի դադարեցնելու նաև ինչ որ աջակցությունը Իրանին, բայց թողնելու է այնպես ինչպես հանգամանքները կարգավորեն հարցը։ Պարոն Աթանեսյան, եւ վարչապետի այսօրվա, այսպես տեսա, նյութին եմ ուզում անդրադառնանք, վարչապետը փաստորեն անդրադարձավ անկախությունը քչերից կախվածության փոխարինելն է շատերից կախվածության արտահայտությանը, կոնկրետ օրինակով պարզաբանելով դրա նշանակությունն ու կարևորությունը, որքանով կարողացավ առհասարակ համոզիչ լինել։ Ես չեմ կարող ասել, թե վարչապետի բացատրությունը որքանով է համոզիչ քաղաքական դաշտի դերակատարների համար։ Նրանք մնալու են իրենց տեսակետին, մանավանդ այս նախընտրական շրջանում, շարունակաբար պնդելու են, որ Հայաստան պետք է ունենա անվտանգության մեկ երաշխավոր։ Եվ այդ երաշխավորին շարունակելու են տեսնել իդեմս Ռուսաստանի, սա ակնհայտ է, բայց վարչապետի բացատրությունը իհարկե բխում է արկա իրավիճակից եւ Հայաստանի արտաքին քաղաքական այն ձեռնարկումներից, որ շատ նկատելի են վերջին շրջանում, օրինակ ասենք վարչապետի այց Լեհաստան եւ մեկ օր առաջ Օմանի մայրաքաղաք Մասկատում Հայաստանի ռեզիդենտ դեսպանատան բացում։ Սպեկտրը նայեք, արաբական երկիր, միապետություն եւ եվրոպական Եվրամիության անդամ առաջատար երկիր, որովհետեւ Հայաստանը
զարգացնում է ռազմավարական համագործակցություն, չմոռանալով, որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը փաստորեն մեծ մերձավոր արևելքի մի մասն է, իսկ մեծ մերձավոր արևելքի հարևան տարածաշրջանը Պարսից ծոցն է կամ հենց Պարսից ծոցն է մեծ մերձավոր արևելքի մի մասն է եւ այդ արաբական երկրների հետ հարաբերությունների նորմալացումը, կարգավորումը նույնպես Հայաստանի անվտանգության միջավայրի բարելավում է նշանակում։ Այս կտրվածքում ես կարծում եմ կառավարությունը չպետք է ուշադրություն դարձնի հրապարակային եւ ոչ հրապարակային քննադատությանը, գոչերին, կարգախոսերին, դրանք եղել են կան սրվելու են նախընտրական վերջին ամիսներին եւ ընտրություններից հետո էլ իրենց գոյությունը պահելու են որպես գաղափարախոսություն կամ քարոզություն, չգիտեմ, այլ ուղղակի շարունակել այն արտաքին քաղաքական կուրսը, որը առերևույթ շատերից կախվածություն է, բայց փաստացի շատերի հետ բարեկամական հարաբերությունների հաստատում կամ առնվազն շատերի հետ Հայաստանի շուրջ ճշնամական միջավայրի չեզոքացում, ինչը բնականաբար չի կարող չնկատվել եւ ըստ արժանվուն չգնահատվել առաջին հերթին Ադրբեջանի կողմից, որովհետեւ Ադրբեջանի համար անհամեմատ հեշտ է խոսել այն Հայաստանի հետ, որը ունի մեկ երաշխավոր, ընդ որում ոչ կայուն երաշխավոր, քան խոսել Հայաստանի հետ, որի ռազմավարական դաշնակցության սպեկտրը Միացյալ Նահանգներից հասնում է Եվրամիությունից Մերձավոր Արևելք եւ Պարսից ծոց արաբական աշխարհ, այդ թվում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետություն, որովհետեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի Օման այցը չափազանց կարևոր է այն առումով, որ Օմանը տարածաշրջանի միակ երկիրն է, որին Իրանը վստահել է միջնորդ լինել Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ Սա նույնպես Հայաստանի համար կարևոր դիվանագիտական ռեսուրս է։ Շնորհակալ եմ, պարոն Աթանեսյան։ Զրուցում է Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։